Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Իսկ եթե մոքերը Արևմտյան Հայաստանեն եկած էին, Արմենակ Աբրահամյան, լույս տեսած է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթի 100-րդ թիվը, Արարատը ցույնով ծածկված է, Բալենկե եւ Բորդասար, մշակութային խտրականության լրացված ճշմարտությունը, Աշոտ Հարությունյան, Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձան արդեն թվայնացված են, ինչպես պատրաստել հայկական ավանդական ղափամա, աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Արմենակ Աբրահամյան գկրե Ամեն տարի Աստվածահայտնության տոնին առիթով քրիստոնեական արևմուտքը գհիշե մոքերուն քալուստը Մանուկ Հիսուսի մոտ։ Երեք մոքեր՝ Մելկոն, Կասպար եւ Բադասար, որոնք արևելքեն եկան իրենց հետ բերելով խունկ եւ ոսկի։ Սակայն միջնադարյան պատկերագրությամբ կարծացած այս ավանդության խորքին մեջ կմնա հարցը, որ հաջող շրջանցված է։ Իրականության մեջ ուրգե եկած էին մոքերը։ Մատթեոսի ավետարանը միակ կանոնական բնակիրը, որ գհիշադագե մոքերը զարմանալիորեն անորոշ է, անբարձրապես կնշե իմաստուններ, որոնք արևելքեն եկած էին։ Չի ճշտվիր ոչ անոնց թիվը, ոչ թագավորական կարգավիճակը, ոչ այլ աշխարհագրական ցակումը։ Մնացյալ բոլոր պատկերացումները ավելի ուշ մեկնաբանություններ ու արդյունք են, մեծապես ձևավորված հունալադինական աշխարհընկալումով։ Սակայն հին արևելքը Պարսկաստանով սահմանափակված չէր։ Այն կներառեր հսկայական տարածքը միջակետքեն մինչև Կովկաս, ներառյալ նաև դարաշրջանը, որ այսօր չափազանց հաջող կբացակայի հիմնարար պատմության վերլուծություններուն մեջ Արևմտյան Հայաստանը։ Քրիստոնեական դարաշրջանին նախորյակին Արևմտյան Հայաստանը ոչ թե ծայրամասային կամ երկրորդական կոդիմներ, այլ կարևոր խաչմերուկը պարսկական, անատոլիական եւ լևանտյան աշխարհներուն միջև։ Այն ուներ հին եւ համագարկված կրոնական ավանդությունը, արամաստական հավատքը, որոնք կետրոնին մեջ էին Գերագույն Աստված Արամաստը եւ մեծ Աստվածուհի Անահիտը։ Այս հավատքը կմեծարեր լույսը, իմաստությունը, մակրությունը եւ դիեզերքի դիդարգումը, հատկանիշներ, որոնք ավանդաբար վերագրված են մոքերուն։ Հին հունական աշխարհի մեջ Մակոս եզրը միայն բարսկական զրատաշտական քուրմերուն չէր վերաբերեր։ Այն ավելի լայն իմաստ ուներ, նշելով սրբազան գիտելիքի գրողներ, աստղակետներ, երկնային նշաններու մեկնաբաններ, որոնք կապված էին արևելքի մեծ տաճարներուն հետ։ Այս իմաստով հայ քուրմ իմաստունները լիովին կհամապատասխանեին այդ հասկացության հելլենիստ հեղինակներու աչքին։ Խորհրդանշական չափումը եւս կզորացնե այս վարկածը։ Արարատյան շրջանը հատուկ տեղ ունի աստվածաշնչյան պատկերացումներուն մեջ, որպես նոյան դաբանի հանգրվան եւ մարդկության վերածննդյան վայր չհեղեղեն յետք։ Այն փաստը, որ իմաստունները գրնային այս հիմնարար լերնեն ճամփայելել ճանչալու Քրիստոսի ծնունդը որպես նոր աթամի հայտնություն, ունի աստվածաբանական եւ խորհրդանշական ներքին ներդաշնակությունը, որ հազվադեպորեն ուսումնասիրված է։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 100-րդ թիվը ընթերցողներուն ներկայացնելով շարք կարևոր, արժեքավոր եւ մտահղացում ձևավորող հրաբարակումներ։ Թերթի շաբիգին ներկայացված է հայ մեծակույն լեզվաբան, գիտնական եւ մտավորական Հրաչյա Աջարյանը որպես մարդ բացառիկություն։ Աջարյան այն եզակի թեմքերեն էր, որ կդիրապետեր 18 լեզուի, սակայն իր կյանքի ամենեն թանկ ժամանակը ամբողջությամբ նվիրեց հայոց լեզվին, անոր պատմության, զարգացման ու գիտական ուսումնասիրության։ Թեև լուրջ տեսողական խնդիրներ ուներ, անստեղծեց հսկայածավալ գիտական ժառանգությունը։ Իր հեղինակած բոլոր աշխատությունները, ինչպես նաև հանրաձանոթ հաստափոր փառարանները ծնունդ առին անհավատալի կամքի, ինքնագարկաբահության եւ գիտական նվիրումի շնորհիվ։ Աջարյան ծնած է 1876 թվականի մարտ 8-ին Կոստանդնուպոլիս։ Իր կյանքին ընթացքին անստեղծած է շուրջ 250 գիտական աշխատություն, ընդհանուր հաշվով ավելի քան 32,000 էջ, ինչպես նաև դասնյակ ծերակիրներ, գիրքեր, արմատական բացատրական փառարաններ եւ ուսումնասիրություններ Հայաստանի բարբառներուն, հայոց լեզվի պատմության եւ հայերենի համեմատական վերլուծության վերաբերյալ, զայն համադրելով մոտ 560 լեզուներու հետ։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով, նպաստելով հայկական մշակույթի դարացման ու միջազգային իրազեկության խորացման։ Սպիտակ վերարգույով ծածկված Արարատի Մասիսի լեռնաշղթային հին հրաբուխային ժայթքումներեն գոյացած քարային ձևավորումները առաջին ցյունով դպավորիչ տեսարան մստեղծած են։ Ցնարադության հետևանքով լերան նախալերներն ու կակատները, որոնք կազմված են հնատարյալ լավային, ամբողջովին պատված են ցյան ջերմակ շերտով։ Սպիտակ ծածկը կշեշտե հյուսիս-արևելյան լեռնակակատներու բարձրությունը մոտավորապես 800-ն մինչև 3000 մետր։ Արարատի Մասիսի ցյունաբա տեսարանը կդառնա ոչ միայն բնության գեղեցկության, այլ նաև պատմամշակութային խորհրդանիշը հիացմունք առաջացնելով յուրաքանչյուր դիտողի մոտ։
Մինչ ամբողջ աշխարհը կպաշտպանի Մայաներու Բալենկեի սրբավայրերը, թիդելով զանոնք մարդկության համընդհանուր ժառանգություն, միջազգային հանրությունը գլրե Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձաններու ոչնչացման մասին։ Այս երկակի չափանիշը կբացահայտե մշակութային խտրականությունը։ Բալենկեի սարգոֆագը պաշտպանված է միջազգային կառույցներու կողմէ եւ ուսումնասիրե 3D թվայնացման եւ թվային վերագառուցման միջոցով, մինչ հայկական ժառանգությունը Թուրքիո պետական քաղաքականությամբ կքանդվի, կոչնչացվի եւ կղավաղվի։ Բորդասարը աշխարհի ամենեն հին մեգալիթյան համալիրներեն մեկը Արևմտյան Հայաստանի մեջ Թուրքիան կներկայացնե որպես թրքական հնագույնություն, չնչելով նախահայկական շերտի գոյությունը։ Այս համագարկված ոչնչացումը միջազգային իրավունքի համաձայն մշակութային ցեղասպանությունն է, նպատակ ունենալով չնչել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Բալենկեի սարգոֆագն ու հայկական հուշարձաններու ճակատագիրը նույն հարցին երկու փեվերներն են։ Մեկը կպաշտպանվի, մյուսը լրությամբ կդադարեցվի անհետացման։ Այս լրությունը ոչ միայն անարդարություն է, այլ նաև միջազգային իրավունքի խախտում եւ մշակութային ցեղասպանության հանդեպ անուղղակի համահեղինակություն։ Թումոյի գոմե հիմնադրված հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը միացած է «Մենք կանք» կրթամշակութային նախաձեռնության, ներկայացնելով Արցախի մշակութային ժառանգության թվայնացման ծրագիրը։ Արդեն թվայնացված են շուրջ 80 պատմամշակութային հուշարձան, որոնք կերպարային իրականության միջոցով այցելուներուն կդրամատրեն հնարավորությունը ներկա ըլլալ Արցախի պատմական վայրերուն մեջ եւ բացահայտել անոնց պատմությունը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն փաստագրել, այլ նաև պահպանել եւ փոխանցել մշակութային հիշողությունը քալիք սերունդներուն։ Նախաձեռնության ներկայացումը դեղի պիտի ունենա հունվար 18-ին ժամը 12-ին Կարեն Տեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին մեջ, վկայելով, որ մշակույթը կրնա շարունակել ապրիլ նաև թվային տարածքի մեջ։ Մենք կանք Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն։ Թեև հայկական ավանդական ուտեստներուն մեծ մասը միս կբարունակե, խոհանոցին մեջ կա նաև փուսագերներուն համար համեղ ուտեստներու հարուստ տեսականիմը։ Այդ ուտեստներեն մեկը ղափաման է, թթումով պատրաստվող քաղցր ուտեստը, որ Հայաստանեն ներս հատկապես կպատրաստվի դոնական օրերուն։ Պատրաստման եղանակ՝ գդրել թթումի գլուխը որպես կապարիչ, ապա մաքրել ներսը հանելով միջուկը, մառացնել չիրն ու ընկուզեղենը եւ դակցնել յուղին մեջ, ավելցնել պրինցը, համեմել գասիայով, բղբեղով եւ քիչ աղով, ապա լցունել թթումը մինչեւ անոր կեսը։ Վրան լեցնել ջուր, պրինցը ծածկելու չափով, տնել գապարիչը եւ պատրաստել մինչեւ պրինցը փափկի եւ փույրը լեցվի թթումին մեջ։ Ծածկել թթումին փերանը իր իսկ գապարիչով եւ եփել փուրին մեջ մարմատ կրակի վրա, մինչեւ որ ջուրը ներծծվի եւ պրինցն ու թթումը ամբողջովին եփին։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ աբակային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կապրաբնցվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան դարբեր գազམ་ագերբություններ, կբադվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։